Որ երեք ուրեմն Արդար հայեմ կայքով ձայնագրում էինք Էդգար Մակարյանի իմ ընկերներ Էդգար Մակարյանի եւ Արմեն Ներսիսյանի հետ ինչ անել հաղորդաշարի հերթական ուրեմն հաղորդումը եւ այնտեղ մի միտք, որ արտահայտեց Էդգար Մակարյանը, ինչ շատ գրավեց, շատ դուր եկավ մի ձևակերպում եւ ես այն այսպես ասած փոխառության կարգով կգողանամ նրանից եւ իմ բառերով այդ միտքը կուզեմ մի քիչ ավելի բացել եւ ներկայացնել ձեզ իմ ընկերներին եւ միասին խոսենք այդ մասին։ Միտքը այսպեսին էր, որ այս 30 տարիների կուտակված մեղքը Աստված հավաքեց եւ դրեց մի մարմնի մեջ։ Ինքը իհարկե շատ ավելի գիտական լեզվով ավելի գրագետ ձևով այն ներկայացնում է, ես սենց հասարակ պարզ ձևով ձեզ փորձեմ իմ պատկերացումը այդ մտքի շարադրել։ Ինչ տեղի ունեցավ։ Ես կասեի ոչ թե 30 տարվա, այլ ընդհանրապես մեր ազգի գոյության հազարամյակների, այսպես ասած, բոլոր մեղքերը այսպես հավաքելով եւ քանի որ մենք կուրացել ենք ինքներս էլ մեղավոր լինելով, կուրացել ենք եւ չենք հասկանում նաեւ ինչ ենք անում, ոնց ենք անում եւ չենք տեսնում ում հետ ենք ապրում, ովքեր են մեր շուրջը ապրում, ինչի են ընդունակ, ինչ կարող են անել, ինչ մտքեր ունեն, ինչով են զբաղված։ Աստված հավաքեց այդ ամբողջ կեղտը, այդ ամբողջ մեղքերը, այդ ամբողջ արատները, ամենասարսափելին, որ կարող է մարդու մեջ լինել, հավաքեց եւ այն ամեն ինչը բերեց տեղադրեց մի մարմնի մեջ, իտես մեզ բոլորիս, որպեսզի մենք տեսնենք եւ հրաժարվենք դրանից, որպեսզի տեսնենք եւ ամաչենք եւ ինքներս փնտրենք այդ միլիոնավոր մեղքերի մեջ, որ զետեղված են մի մարդու մեջ, գտնենք մեր չափաբաժին մեղքը եւ հրաժարվենք այդ մեղքից։ Ուրիշին ձեր նա կարող է այդ ամեն ինչը ցույց տնել։ Ինչպես Հիսուսը ինքն է ասում, ետիցս գնա սատանա, այսինքն երբ որ սատանան նրան փորձում է առաջնորդել, ասում է հետևից, չէ, դու իմ հետևից գնա։ Պարզ է, չէ, որ սատանայից փախչել հնարավոր չի։ Սատանայից փախչել հնարավոր չի, բայց Աստված մեզ ընտրություն է տվել եւ պետք չի հետևել սատանային, պետք չի գնալ նրա առաջնորդությամբ։ Մենք լրիվ հակառակը արեցինք իհարկե։ Մենք տեսնելով այդ ամեն ինչը զետեղված մի մարդու մեջ, ինչ արեցինք, փոխանակ ասենք գետից գնա, նրան վերցեցինք, դրեցին մեզ առաջնորդ։ Այսինքն մեղքի այդ հավաքական կերպարը, այդ ալասերությունը, այդ կեղտը, այդ ամբողջ հնարավոր վատը մի մարմնի մեջ հավաքված, մենք դրեցինք, ասեցինք, ահա առաջնորդիր մեզ դեպի ուրեմն դժոխք, չէ որ նա սատանայի ծառան է, չէ որ այդ ամբողջ մեղքերը, այդ այն ամեն ինչն է, ինչով գայթակղում է քեզ սատանան, որպեսզի գնաս նրա հետևից, ուղեկցում է դեպի իր տուն, այսպես ասած, որը գտնվում է դժոխքի տունը, եւ այդ ամեն ինչը մենք ընդունում ենք որպես հաճույքների, այսպես ասած, գայթակղություն եւ ամեն ինչ եւ ընկնում ենք սատանայի ճանկերը։ Իհարկե, ես երբ որ ասում եմ մենք վերցեցինք եւ նրան դրեցինք առաջնորդ, այդ թվում նաեւ ես եւ գիտեմ որ հազարավոր մարդիկ, տասնյակ հազարավոր մարդիկ դա չեն արել, այսինքն նրան չեն ընտրել, չեն աջակցել, ի սկզբանե նրան դեմ են եղել, բայց դա մի կողմ։ Եկեք ոչ մեկս չփորձենք հրաժարվել մեր ընդհանրապես մեղքերից, որտեղ եթե մեկը կասի, որ ես անմեղ եմ, որ մեղ չեմ գործել, այո, իմ մեղքն էլ ես գտնում եմ նրանում, որ ես չեմ արել բավարար, որպեսզի նման գործը, որպեսզի նման մեղքերի հավաքածուն, մեղքերի շտեմարանը չգա եւ իմ ազգին առաջնորդ չլինի։ Դա իմ մեղքերից մեկն է։ Եվ դրան գումարած հարյուրավոր մեղքեր, որ ես անգիտակցորեն գործում եմ, գործելու եմ, որտեղ գիտեք, մենք մեղքի մեջ ենք ծնվել։ Գիտակցել մեղքը եւ դրանից հրաժարվել, դա շատ կարեւոր է, բայց անգիտակցաբար շարունակել եւ դարձնել դա քո կյանքի ուղին, այդ դա տանում է ուղիղ դեպի սատանայի մեղքի տիրոջ տուն։ Եվ այսպես շատ հյուրընկալ, շատ հյուրասեր այդպիսի անձնավորություն է, ինչքան հասկանում եմ սատանան, եւ նա բոլորին հրավիրում է իր տուն, համեցեք, արի իմ հետևից եւ ես կտանեմ իմ տուն, կտանեմ իմ դժոխքը, եւ այնտեղ դու կարող ես անել այն, ինչ ցանկանում ես։ Նա իհարկե չի ասում, որքան ժամանակով ես դու դա անելու այդ ամեն ինչը։
Ես այսպես մի քիչ ռեժիսորի նման, մի քիչ պատկերավոր, մի քիչ այսպես իմ, այսպես ասած, սցենարով փորձեմ դա ներկայացնել։ Հասկացանք, չէ, ինչի մասին է խոսքը։ Ես հուսով եմ, որ բոլորս հասկացանք ինչի մասին է։ Ուրեմն կեղտ, այլասերություն, չգիտեմ, համասեռամոլություն, չգիտեմ, մնացած բոլոր մեղքերը, ես ընդհանրապես մի երկու բան, ուրեմն խորամանկություն, խաբեբայություն, ստախոսություն, մարդասպանություն, բոլոր հնարավոր մեղքերն ու ամենահնարավոր ուրեմն վատը հավաքված մի մարմնի մեջ վերցրեց ժողովուրդը եւ դրեց իրեն առաջնորդ։ Այսինքն փոխանակ ասելու ետիցս գնա սատանա, ինչպես Հիսուսն է մեզ առաջարկում, մենք ասեցինք առաջնորդիր մեզ սատանա։ Եվ հենց այդտեղ է սկսվում հոգին սատանայի վաճառել։ Եվ ճիշտ ժամանակին դրանից հետ կանգնելը, քանի դեռ ապրում ես, շնչում ես այս երկրի վրա, դա փրկություն է։ Եթե հասկանաս եւ եթե կարողանաս հետ քայլ անել, չգնալ, թեկուզ սխալվելով մի անգամ եւ ընտրելով մեղքը որպես քեզ առաջնորդ, դու հետ կանգնես, ճամփի կեսից հետ կանգնես։ Իմ սիրելի ազգակից, եւ չշարունակես, չգնաս, չհասնես այն տունը, որտեղ քեզ սիրով, իր հյուրասիրությամբ, իր հյուրընկալությամբ հրավիրում է սատանան։ Ինչպես եմ ես պատկերացնում դա։ Միջև դու կմտնես, միջև դժոխքի դռները կբացվեն քո առաջ, այնտեղ մի մեծ, մի այսպես ասած ճակերտերի մեջ հզոր, չքնախ խնջույք է քեզ սպասում։ Եվ բոլոր նրանց, ովքեր իրենց հոգին կվաճառեն այդ մեղքին։ Ամեն ինչ կա, ինչ ուզում ես։ Եվ այսպես կոչված այսօրվա լիբերալների կողմից ներկայացվող ազատությունը, որը ես միշտ անվանել եմ ամենաթողություն։ Տասնյակ տարի է ես ասում եմ, որ այդ սուտ ժողովրդական, լիբերալիստական ուրեմն գաղափարները ազատության, դա այն չէ, ինչ դուք պատկերացնում եք, դա ընդհանրապես ամենաթողություն է։ Իսկ ամենաթողությունը դա հենց մեղքն է։ Ամենաթողություն եւ ապանջելիություն քո գործած ամեն ինչի համար։ Եկեք վերադառնանք այնտեղ այն ներքևի տան, այսպես ասած, սատանայի տան դժոխքի դռների առաջ գծված այդ հրաշալի ճակերտների մեջ սեղանի շուրջ հավաքվում են բոլոր նրանք, ովքեր որոշել են հետևել մեղքին։ Ինչ ուզում ես արա, ազատ է։ Ուզում ես բռնաբարես կողքիդ նստածին, բռնաբարիր։ Ուզում ես արձանի հետ, ուրեմն կենակցես, կենակցիր։ Բոլոր այն մտքերը, այն այլասերված, կեղտոտ, այն որ դու քեզ ինչ որ կյանքի ընթացքում, եթե դու մեղք ընտրել ես քեզ առաջնորդ, ապա քո մեջ անպայման հայտնված կլինեն այդպիսի մտքեր։ Եթե ոչ, դու շատ մարդկանց նման, ինչպես ասեցի, չէր կարող նրան առաջնորդ ընտրել։ Թեկուզ քո ներքին այդ զգացմունքը թույլ չէ տա, որպեսզի դու մեղքին ընտրես քեզ առաջնորդ, բայց եթե վերջնական ընտրել ես եւ որոշել ես միջև դժոխքի դուռը եւ դռները բացվելուց հետո նաեւ դժոխք գնալ, ապա դու բազավոր ունեցել ես նմանատիպ մեղքեր, կներեք, ապա դու անպայման ունեցել ես նմանատիպ մեղքեր եւ դու անպայման այդ մտքերը կարող ես իրականացնել այսպես կոչված վերջին խնջույքի սեղանի շուրջ։ Խմիր, հարբիր, ծակվիր, ուռիր, բոլոր ինչ ուզում ես արա, նորից եմ ասում, դիմացինը դուրը չի գալիս, պատարակաղով աչք կհանիր, ինչքան է եղել, միգուցե քո կյանքում այդպես եղել է, դու քեզ գալով նեղացած, դու քեզ գալով, որ դիմացինդ քեզնից միգուցե ավելի լավն է, միգուցե այդպիսի ցանկություններ էլ քո մեջ առաջացած լինի։ Ուզում ես սրան սպանել, դուրը չեկավ նրա ասած է, դարակը մցրու սիրտը, ուզում ես կողքինիդ բռնաբարել, հետո բռնաբարել մյուս կողքինիդ եւ այդպես շարունակես բոլորի հետ կենակցել, ուզում ես օրգիի մասնակցել, ամեն ինչ թույլատրված է դժոխքի դռների առաջ դրված այդ սատանայական խնջույքի, այդ հրաշալի ճակերտների մեջ, այդ հրաշալի կներեք նորից Էդգարն է հենց զանգում ում մտքերը ես հիմա այստեղ այսպես ասած բացազատում եմ նայել հենց զանգումը ուզում ես այդ ամեն ինչ անես խնդրեմ ինչ մտքովդ անցնի ինչպիսի այլասերվածություն ինչպիսի կեղտոտ քայլ ինչպիսի նսեմացնող անարժանապատիվ ինչ ուզում ես արա
Այնտեղ քեզ միայն գովալու են այդ ամեն ինչի համար։ Այնտեղ ոչ մեկ չի ասելու ամոթ քեզ դրա համար։ Այնտեղ բոլորը, որ արդեն ներկա են, պարզավոր ընտրել են այդ նույն ուղին, եւ նրանք էլ քեզ նման վայելում են այդ վերջին խնջույքը դժողքի դռները բացվելուց առաջ։ Այո, երբ որ սատանան ձեզ ուղեկցում է, երբ որ դուք նրան ընտրում եք ձեզ առաջնորդ, երբ որ նա ձեզ տանում է իր տուն, իր հյուրասեր հյուրընկալ հալով, նա ձեզ ասում է, որ այնտեղ ամեն ինչ թույլատրվում է, բայց նա ձեզ չի ասում, թե որքան ժամանակով է դա թույլատրվում։ Ես կարծում եմ դա լինելու է 24 ժամ, որ դու հասնես բոլոր այն սարսափելի, անտանելի, կեղտոտ մտքերը, որ քո մեջ եղել են, իրականացնել։ 24 ժամ, որ կսկսվի լուսաբացին եւ կավարտվի հաջորդ լուսաբաց։ Իհայք այդ հյուրընկալ տանտերը ձեզ չի ասի, որ դուք ամենաթողությունը եւ ձեր երազած ազատությունը տևելու է ընդամենը 24 ժամ։ Իսկ 24 ժամ հետո, երբ որ առավոտյան բոլորը հարբած, փսխած իրար վրա, անջատված, մեռելի հավասար, արդեն ոչ միայն, դե հոգով արդեն իրանք վաղուց են մահացել, եւ աննապես այդպես մեռած, թափված են ամենուր, մեկը մեկի վրա, մեկը մեկի տակ, մեկը մեկի կողքը, մեկը այսպես այդ ամբողը, այդ փսխածի հոտի եւ այդ ամենակեղտոտ արյան, չգիտեմ, թարախի այդ ամեն ինչի մեջ, այսպես ամեն մեկը միտեղ գտել, մեկը արձանին փաթաթված իր կյանքի երազանքը, չէ՞, կար մեկը, որ երազում էր արձանի հետ կենակցել, եւ այդ բոլորը այդտեղ ընկած անգիտակից համարյա վիճակում տանտերը կբացի իր դռները, որտեղ այդ հավերժական կրակն է։ Եվ ես պատկերացնում եմ, որ ասես կամացուի նման մի հատ մեծ շատ հզոր տրակտոր, ասես բոլորին այդ փրված, այդ սատկած, այդ մեռելահոտ, փսխահոտ, այդ ամբողին այսպես հավաքելով, գրելով կտանի ու կլցնի դժողքի ձեր ընտրած տիրոջ ճակերտների մեջ տուն, հավերժական կրակների ու տանջանքների մեջ։ Ես երիտասարդ ժամանակ մի երգ էի գրել դատավորների ու դատախազների մասին էր։ Քանի որ անօրինաբար, ինչպես այսօր դատվել էի, այդ երգը այդպես գրել էի, ու այնտեղ ասում է, որ դժողքի դռանը չոքած կխնդրես, որ դուրս թողեն, բայց կժպտա սատանան, ժամանակին մտածեի։ Երգը երկար է, ես ընդամենը այդ մի հատված ասեցի։ Դու կփորձես, դու տեսնելով, թե ուր ես ընկել, գիտակցելով, որ դա ցավոք հավերժական է, որ դա ցավոք անդառնալի է, դու կփորձես դուրս պրծնել, բայց չկա էլ դուրս։ Մի ճանապարհ կա այնտեղ չհայտնվելու։ Եվ այդ ճանապարհը, քանի դեռ դու շնչում ես այս երկրի վրա, ինչ սխալել ուզում է գործած լինես, հետ քայլ անես, զղջաս, ապաշխարես, ընդունես քո մեղքը, դրա մեջ ամոթ բան չկա։ Բոլորս ենք, նորից եմ ասում, բոլորս ենք մեղավոր, ցանկացած էլ մեր կյանքում մեղք գործել ենք, տարբեր, բայց ինչպես ասում են, մեղքի մեծն ու փոքրը չկա, բայց եթե հոգիդ ես վաճառում այդ տանտիրոջը, ոչ թե իրական տիրոջը, որին պատկանում է քո հոգին, որ այդ հոգին շնչել է քո մեջ, տվել է քեզ, այդ ժամանակ հետ դարձ ճանապարհ չկա ու բրծում չկա, ու կփոշմանես ու շատ կփոշմանես, բայց արդեն ուշ կլինի, եւ դրա համար առաջարկում եմ գործել ես այդ մեղքը, փորձել ես վաճառել, դեռ շնչում ես, դեռ քայլում ես, ժամանակ ունես ապաշխարելու ու հետ կանգնելու, ազգն էլ քո հետ չկործանելու, պետությունն էլ քո հետ չվերացնելու,
Իզից հետո թեկուր ջրհեղեղի հարցը չի ստեղ, ընդեղ ջուր աղերսելու ես չկա, ընդեղ մենակ կրակներ են լինելու, ու դետ կրակներից արվելով չես մերնելու, ուղակի տանջանքը, հավերժ, հուր ու հավիտյան տանելու ես, պատրաստ ես դա ընդունել, կարող է ասես ես հավատացյալ չեմ, կարող է ասես այսպես է, այնպես է, կամ ես միայն հավատում եմ այսօրվա հովանավանքում մատուցած այդ պիղծ արարողությանը եւ այլն եւ այլն։ Դա նույնպես քայլ է, դա հենց հոգեվաճառության քայլ է։ Եվ դու գնում ես դրան։ Նորից եմ ասում, պատկերացնում եք դուք ինչ արել Աստված, ինչպիսի հնարավորություն ա մեզ տվել, ոնց է աչքերներս բացել, որ մենք կուրացած, այսպես հպարտությամբ, այդ ամենամեծ մեղքը հպարտությունը մեզ բերեց հասցրեց այսօրվա։ Եվ նա վերցեց այդ բոլոր մեղքերը, սպանելը, խեղդելը, խաբելը, դավաճանելը, վաճառելը եւ ամեն ինչ, բռնաբարելը, կեղտոտ մտքերը, սուտ վկայություն տալը, ամեն ինչ հնարավոր ամեն մեղք հավաքեց, դրեց մի մարմնի մեջ, իցույց մեզ, եւ մենք փոխանակ այն հեռացնելու, մենք այն ողջունել ենք, ինչ է նորից ասում մենք, ես երբեք անձամբ չեմ ողջունել, երբեք անձամբ չեմ ընդունել, դեր վաղուց, դեր շատ վաղուց, առաջի անգամ նրան ճանաչել եմ 2008-ին, տեսել եմ, թե ինչ է արել, եւ այդ օրվանից նա ինձ համար եղել է մեղավոր, բայց ես ամեն ինչը հավաքելով, դնելով այդ մի մարմնի մեջ, դեռևս ունեք այդ հնարավորությունը, ոչ թե թողելու, որ նա ձեզ առաջնորդի, այլ հեռացնի, հեռացնել նրան, հետիցս գնա, մի հետևեք դրան, մի թողեք նա ձեզ առաջնորդի, հեռացրեք նրան առաջնորդի այդ կարգավիճակից, եւ հանկարծ սխալ չընդունեք, չհասկանաք, Դանիելներ եւ այլն չնստեն հենց հիմա բաները գրեն, ասեմ, որ նման մեղքերի շտեմարանը, նման մեղքերի հավաքածուն, ես կոնկրետ դեմ եմ, որ նա շատ հեշտ բրծնի այդ ամեն ինչից։ Եվ հեռացնելը ձեր պատկերացումով, որ հիմա կընդունեք գործ տվողներ, դա ինչին նա արժանի է։ Իմ կարծիքով, որպեսզի մենք պետք է այդ մեղքի շտեմարան, այդ մեղքի հավաքածուն, այդ մեղքի մարմնացումը դատենք։ Միայն այդ դեպքում մենք կարող ենք ազատվել այդ մեղքերից, որ Աստված երկրորդ անգամ հավաքեց, դրեց մի մարմնի մեջ։ Այն անգամ ինքը վերցրեց իր վրա ձեր մեղքերը եւ դրա համար տանջվեց։ Այս անգամ հավաքեց, դրեց, ասես չեն հասկացել այս մարդիկ։ Չեն հասկացել ինչ չպետք է արվի, ինչ պետք է արվի։ Ով է Տերը եւ ով է անտերը։ Այս անգամ այս ձևով ցույց տվեց իր ընտրյալ ազգին, այո ես հավատում եմ, որ մենք ընտրյալ ազգ ենք, որովհետև հնարավոր չէր, որ այս փոքր քանակությամբ, այսպիսի ուրեմն տանջանքներից եւ ամեն ինչից հետո մենք դեռ կանք ու դեռ լինելու ենք, որտեղ ես հավատացած եմ հետ ենք կանգնելու, դատապարտելու ենք այդ մեղքը եւ ամեն մեկս այդ մեղքը դատելու ենք մեր գործած մեղքը, թե չէ շատերը գրում են խփեք դրան, այսը ոչ, երբեք, դրանով չես ազատվի, դրանով դու քո գործած մեղքից չես ազատվի, դրանով դու շարունակես գցես նրա վրա, դրանց շարունակես ապրել մեղքի մեջ, այն ինչ որ այլ ես, ինքն էր մեղավոր, խփեցին պրծան եւ ոչ դու պետքա դատես նրան, պետքա դատապարտվի ինքը,
պետք է պատասխան տա իր գործած միլիոնավոր մեղքերի համար, այն հավաքածուի համար, որ կրում է իր պիղծ մարմնի մեջ։ Այդ դեպքում միայն դու շանս ունես ձերբազատվելու քո մեղքերից, դատելով, դատապարտելով նրան։ Տվել է Աստված այդ հնարավորությունը եւ դա պետք է անենք, պետք է խելքի գանք։ Հայր ջան, իմ սիրելի ազգակիցներ ջան, տեսեք ուր եք գնում, այսօր տեսեք արդեն ինչի եք ասել, մեր եկեղեցու վրա հարձակում, բացարձակ այլասերություն, սպանություններ, մեղք ասում, մահ, իսկ ինչից այսքան մահերը շատացել, հայ ժողովուրդ, մեղքի հետևից, մահվան տիրակալի հետևից գնում եք, ու զարմանում եք, թե ինչի մահերը շատացել, միթե այդքան միամիտ ենք մենք, միթե այդքան պարզամիտ ենք մենք, չեմ հավատում, եթե հայ ես չեմ հավատում, եթե այս ինքնին քեզ տրված է, այդ առաքելությունը, մտածելու այդ կարողությունը եւ մեղքը ատելու եւ մեղքը չսիրելու եւ մանավանդ մեղքին չհետևելու, մեղքին առաջնորդ չընտրելու, հոգիդ մեղքին չվաճառելու հնարավորությունը այսօր քեզ տրված է, եւ դու դրանից չօգտվես, հրաժարվես, Աստված մի արասցե։ Չգիտեմ, կարողացա մեր սիրելի Էդգարի միտքը բավարար ձևով հասարակ, այսպես ասած, նույնիսկ կարելի ասել, փողոցային կամ իմ ռեժիսորական, այսպես ասած, պատկերացումներով ճիշտ ներկայացնել, բայց ես իրոք սրտանց ցանկանում եմ, որ մենք սթափվենք, ուշքի գանք։ Մենք արդեն մոտենում ենք այդ խնջույքի սեղանին, ազգովի, որովհետև տեսնելով, որ քո դրակիցը, որ քո հայրենակիցը, քո ազգակիցը գնում է այնտեղ եւ դրանով ուրախանալով ու ասելով, որ գնա, քեզ հասնում է, այնքան անխելք ես եւ այլն, դա էլ է մեղք։ Եվ եթե կարող ես թևից բռնել ու ասել, ախպերս մի գնա, այդ մի օրվա այդ խնջույքը չարժի, որ դու հավիտենական ու հավերժ այրվես դժողքի կրակներում, մի գնա ախպերս, հետ կանգնի, ես այսօր փորձեցի այդ անել, կընդունեք չեք ընդունի, նորից կգրեք ձեր ուրեմն հոգուն, այսպես հարիր լեզվով, մեկնաբանություններ եւ այլն։ Ես չեմ անում սա միայն այն մարդկանց համար, ում հետ խոսում, եւ ես սա անում եմ նաեւ իմ համար։ Հենց նոր դա է նկարագրում, որ եթե տեսնում ես դրակիցդ, ընկերդ, ծանոթդ, մի ուրիշ հայ, որ քո եղբայրն է, որ գնաս հետ, ես այն օրը դրել էի, չէ, մի հայի ծնվելու համար ընդամենը 500 տարում քանի միլիոն մարդ է մասնակցել։ Եվ այդպես, եթե մտածես, մենք բոլորս իրար հարազատ ու եղբայրներ ենք։ Եվ թույլ տար, որ եղբայրդ գնա, հոգին վաճառի ու հայտնվի այդ դժոխքի կրակներում եւ չփորձել ձեռ մեկնել, թեկուզ խոսքով, կանգնեցնել նրան, սթափեցնել նրան, արթնացնել նրան, որ զոմբի են ասում, որ զոմբիի նման, այո, առանց հասկանալու աչքերը փակ չգնան մեղքի հետևից, դա էլ է մեղք։ Այսինքն ոչ միայն ձեր իմ համար էլ եմ դա անում։ Այդքան բան անցավ մնացեք։ Եվ Աստված թող օգնի մեզ այս ծուր ճամփից հետ դառնալու, որովհետև հոսանքի նման գնալով իրենց հետ քշում եւ տանում են նաեւ նրանց ջրհեղեղի նման, հենց այնպես չի ջրհեղեղը համաշխարհային եղել, հիմա այդ ջրհեղեղն է, ջրհեղեղը բառացիորեն կարելի է միայն չընդունել,
Սա էլ է ջրհեղեղ, որ այս մեծ հոսանքը մեղքի իր այդ քշում տանում է բոլորին։ Այդքան բան, լավ մնացեք, առողջ եղեք, անցավ մնացեք։